Այս պահին ես ուղղակի ճշտող հարց եմ տալի, ներողություն, որ թվերին չեմ տիրապետում, երրորդ երեխան ծնվելու դեպքում ինչքան գումար են ստանում այս պահին, հիմա արդեն դե փոփոխությամբ, եւ բոլորը պետք է ստանան, թե ով աշխատում է, ինչ-որ տեղ գրանցված աշխատում է, նա պիտի ստանա։ Այս հարցը մնացածը պատասխան։ Երրորդ եւ կարգատվով ավելի բարձր ծնված երեխայի համար վճարվում է միանվագ ծննդյան նպաստ 1 միլիոն դրամ, չորրորդի դեպքում նույնպես 1 միլիոն դրամ, 5-րդ եւ հաջորդի դեպքում 1.5 միլիոն դրամ, իսկ կառավարության հաստատած ծրագրով դրան զուգահեռ երեխայի մինչեւ 6 տարին լրանալը ամսական 50,000 դրամ, երրորդ եւ հաջորդին է վերաբերում, կապված աշխատելու հետ նշեմ, որ նման պահանջ չկա, այսինքն այս հնարավորությունը տրված է բոլոր երեխա ունեցող ընտանիքներին եւ որևէ աշխատելու կամ այլ պայմաններով պայմանավորված պահանջ չկա։ Եթե ես չգիտեմ, ես որպես առաջարկ ընդունեք, ես կարծում եմ, որ պարտադիր պետք է ծնողներից գոնե մեկը, եթե միայնակ որ մասին չի խոսքը, ծնողներից գոնե մեկը պարտադիր պետք է աշխատի, որովհետև այս նպաստային համակարգը մենք օգնում ենք, որ մարդը չաշխատի։ Դուք էլ ինձանից լավ գիտեք, դա օգնում է, որ չաշխատեն։ Այս երևույթը ոչ միայն Հայաստանում է, այլ կարող եմ ասել այլ երկրներում եւս հետխորհրդային, որտեղ այս համակարգը գործում է, մարդիկ գնում են չաշխատելու ճանապարհով։ Եվ մի առաջարկ եւս այն քաղաքացիները, որոնք իրենց երեխայի քաղաքացիությունը կփոխեն, պարտավոր են վերադարձնել ստացվող բոլոր գումարը անգամ 10 անգամ։ Այդ առաջարկը անպայման մտցրեք։ Մենք չենք տալիս գումար, որ հետո հանեն, տանեն արտերկիր կամ քաղաքացիությունը փոխեն, որ բանակում չծառայեն։ Պարոն Ազարյան, կապված աշխատելու հետ պայման դնելու մի փոքր թույլ տվեք չհամաձայնել, որովհետև սա այն նպաստի տեսակը չի, որը կարող է բերել աշխատելու ցանկության անկմանը, որովհետև այսպիսի նպաստներ, երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ նաև գործում են զարգացած երկրներում, որտեղ գործազրկությունը բավականին ցածր մակարդակի վրա է եւ նույնիսկ ավելի բարձր երաշխիքներ են տալիս երեխայի ծննդով պայմանավորված ուրեմն երաշխիքների համար, սա նաև ժողովրդագրական նպատակ ունի ու նաև սա վերաբերմունք է պետությանը երեխայի ծնվելու կապակցությամբ ընտանիքին, որովհետև այդ երեխան մեր ապագա մարդկային կապիտալն է, ներդրումն է դրա մեջ եւ կարծում եմ պետությունը նորմալ է, որ պիտի արձագանքի նաև այս ձևով։